անձ, որը դպրոցական տարիքի է եղել, դպրոցը չի հաճախել, բայց իր անուն ազգանունը գրանցված է եղել մատյաններով։ Աշակերտ էր, որը ստացել էր ատեստատ, եւ դրանից հետո, երբ որ այդ ատեստատով դիմել էր համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար, այնտեղ պարզվել էր, որ այդ ատեստատը կեղծ ատեստատ է, եւ այդ հիմքով տվյալ աշակերտի ուրեմն փաստաթղթերը չէին ընդունել։ Մենք ասում ենք, որ պետությունները պետք է ձգտեն եւ լինեն ժողովրդավար։ Երբ որ հանրությունը տեսնում է, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնատար անձինք ցույց տալիս, որ իրենք կարող են կոպիտ ասած վաճառվել, աճում է այսպես կոչված իրավական նիհիլիզմը, այսինքն մարդիկ այլևս չեն հավատում, որ կարելի է օրինական ճանապարհով հասնել իրենց նպատակներին։ Երբ որ ոտնահարվում է գերական հանրային շահը, շատ մեծ հետևանքներ են առաջանում մարդկանց հիմնարար իրավունքների ոլորտում։ Ներդրողները այլևս ցանկություն չեն ունենա ներդրումներ կատարել այդ երկրում։ Պետք է ունենան 3 հիմնասյան պարտադիր առկայություն, այն է հակակոռուպցիոն քաղաքականությունը, քրեական հետապնդումը, արդյունավետ եւ դատապարտումը եւ հանրային աջակցությունը եւ հակակոռուպցիոն կրթությունը։ Երբ որ կաշառք տվողը գիտակցի, որ պարտադիր չէ պաշտոնատար անձի օրինական գործողությունների համար նրան շնորհակալություն հայտնել կամ որևէ նվեր փոխանցել, որպեսզի պաշտոնատար անձը կատարի իր պարտականությունները եւ մյուս կողմից էլ պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի բարեվարկության աստիճանը լինի այդքան բարձր, որ նա օրինակ չընդունի այդ նվերը, այդ դեպքում մենք կարող ենք խոսել կաշառակերության մասնավորապես, արդյունավետ պայքարի մասին։